Գազաբալոնների վկայագրման ամբողջ գործընթացը փուլ առ փուլ պետք է նկարահանվի։ Նոր պահանջները նպատակ ունեն բարձրացնել վերահսկողությունը եւ բացառել հնարավոր խախտումները։ Ուսումնասիրությունների արդյունքում մեր կողմից ակնհայտորեն արձանագրվեց, որ լիցենզավորված շատ կազմակերպություններ, տնտեսվարողներ գազաբալոնների պարբերական վկայագրումը իրականացնում են ոչ պատշաճ, նույնիսկ ավելին, հաճախ նույնիսկ առանց համապատասխան ծառայության մատուցմամբ տվյալ տրանսպորտային միջոցը մտցվում է գազաբալոնների շտեմարան որպես հետագա շահագործման ենթակա գազաբալոն։ Քաղաքացիների շրջանում անցկացված հարցումներից պարզեցինք, որ նրանց մեծ մասը ողջունում է փոփոխությունը վարորդի եւ ուղևորի անվտանգությունը առաջնահերթություն համարելով։ Ստուգվում է պարտադիր, հետո մեր անվտանգությունն ամենակարևորը։ Եկուս ոթար չունի, մի բաժար չունի, մի բան չանե վերջ։ Բոլորս պիտի մեր անվտանգությունը պահպանենք, դա կարևորը։ 2025-ի տվյալներով տեխնիկական զննություն անցած 558,000 ավտոմեքենայից շուրջ 400,000-ը գազաբալոնային սարքերով տրանսպորտային միջոց է։ Վերջիններս վարորդները պարտավոր են վկայագրել 2 տարին մեկ Հայաստանում գործող գազաբալոնների վկայագրման ոլորտում աշխատող 104 լիցենզավորված կազմակերպություններից որևէ մեկում։ Պարբերական վկայագրումը դա գործողությունների համակարգ է, որի մեջ մտնում է գազաբալոնի նույնականացնում, գազաբալոնի արտաքին եւ ներքին զննում, գազաբալոնի կշռում, դրանից հետո գազաբալոնի հիդրավլիկ փորձարկում եւ նաեւ գազաբալոնի սնման համակարգի փորձարկում։ Գործընթացը փուլ առ փուլ տեսանկարահանելու նպատակն է թույլ չտալ, որ դրանցից որևէ մեկը շրջանցվի։ Մարզկենտրոնում գործող այս ոլորտի տնտեսվարողները տեղյակ են բացվող փոփոխություններից։ Պահանջը կատարելու համար կզինվեն հավելյալ անհրաժեշտ տեխնիկական միջոցներով։ Ճիշտ է, լրացուցիչ մեզ համար ծախս է, բայց նաեւ մեզ համար շատ լավ է, որ բոլորը կգան եւ կստուգաչափեն իրաց բալոնները։ Իսկ մեր կայանները խստացնելու հետ միասին նաեւ կխստացնեն լեքսիկավորման կայանները, որ առանց ստուգաչափման բալոնների գազ չեն տրամադրի։ Նոր կարգավորմամբ, որն ուժի մեջ կմտնի մարտի 28-ից, ծառայությունը մատուցող կազմակերպությունները ոչ միայն պետք է ապահովեն գործընթացի ամբողջական տեսանկարահանումը, այլև պարտավոր կլինեն 6 ամիս պահպանել տեսագրությունները։ Անի Գրիգորյան, Տիգրան Թումանյան, Սյունիք լուրեր։